Հոգու թռչնի ձայնը նկարիչ Արշակ Սարգսյանի հոբելյանական 10-րդ անհատական ցուցահանդեսն է հայրենիքում, վերջինը 7 տարի առաջ էր, կտավների մեծ մասը հեղինակի վերջին տարիների գործերն են։ Իմ նկարները, ինչպես տեսնեք, բազմաֆիգուր են, այդպես են ասում, եւ իմ ամբողջ նկարությունը ժամանակակից մարդու մասին է, եւ մարդու ներքին վիճակի, եւ լատիներեն ասած պերսոնալիտիներ են, որոնք ինչ-որ ձևով կապակցված են եւ ոչ կապակցված են հասարակության մեջ եւ հասարակությանից դուրս։ Նկարչի կտավներում գերակշռում է կանաչը, ասում է հատուկ չի ընտրում, ստեղծագործում է պահի էմոցիաներով։ Անկախ քեզանից ստացվում է, դա շատ դժվար է ասել, կամ պետք է կանաչ գույնը ընդհանրապես հանեմ, ներկա բանակից, որ հասկանամ, որովհետև դա ներքին միայն վիճակ է, հատուկ չեմ արել, ինչ-որ մի բանի համար հատուկ չի արված դա։ 25 աշխատանք ու 25 ավարտված ուրախություն, այսպես է նկարիչը բնութագրում ստեղծագործական այս փուլը, որի արդյունքն այս ցուցահանդեսն է։ Դժվարություն եմ ունենում նկարը սկսելուց եւ միշտ դժվարություն եմ ունենում վերջացնելուց, որովհետեւ ուրախանում եմ, որ սկսում եմ, բայց հետո տխրում եմ, որ վերջացրեցի, որովհետեւ նորը պետք է սկսեմ։ Այսինքն ինքը անվերջ process է, որ քեզ անհանգիստ է պահում, որպես արվեստագետ, բայց որը առողջ է եւ երևի կարծես թե հենց դա է մեր գործը։ Սարգսյանի կտավները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, բայց հայրենիքում ներկայանալն, ասում է, այլ զգացողություն է։ Հույս ունի հաջորդ 11-րդ անհատական ցուցահանդեսին արվեստասերը երկար չի սպասի։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։